Ուրեմն աշխատասիրություն չի պահանջում, մեր առաջ որևէ պահանջ չի դնում։ Եթե մենք ասում ենք, որ մենք ունենք նպատակ, դա ենթադրում է, որ մենք պետք է կարողանանք նաև աշխատել։ Որոշակի աշխատանքներ վերատանենք ու որոշակի գործողությունների շարք պլանավորենք, հաջորդին անցնենք, հա։ Նպատակները չեն սիրում ծույլերին։ Ինձ միշտ ասում են, ձեր երկիները հարուստ ժողովուրդ են, ես միշտ ասում եմ, որովհետև աշխատասեր ժողովուրդ են։ Ու սա շատ կարևոր է, թե ինչքան ենք մենք սիրում աշխատել, մեզ վրա, մեր աճի վրա, մեր շուրջը կատարող երևույթները ավելի լավը դարձնելու վրա, եւ եթե մենք ծույլ մարդ եղանք, եթե օրինակ արթնացանք շատ ուշ, ողջ օրը ոչինչ չարեցինք, օրը վերջացավ էլի ոչինչ չենք անում ու բողոքենք, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվում, բնականաբար չի լինելու, որովհետև նպատակների իրականացումը չի սիրում ծուլությունը։ Այն մարդուկը ծույլ է, այն հետևի։ Հեսա մի հատ որ տեսնեմ, կասեմ ծույլ է, թե չէ չեմ հիշում։ Մի քիչ փիչացնեք, նախորդ սլայդը։ Չէ։ Այդ ծույլի կա։ Հա, ծույլ է, որովհետև տեսեք, ասում եմ, չգիտեմ, ես Ցեմ թող գնա, ասեմ լավ ինձ պետք չի, թե ամեն դեպքում կարողանամ, կայուն դնեմ, կայուն առաջ գնամ։ Նպատակները պետք է լինեն։ Հաջորդը, հա։ Քո հետ եմ։ Նպատակները պետք է լինեն։ Հստակ։ Երբ որ նպատակ ենք սահմանում, ես միշտ այսպես եմ անում։ Մի քանի տարի առաջ սովորեցի, թե ոնց պետք է նպատակ սահմանեմ, մինչև այսօր, եթե ինչ-որ բանի շուրջ մտածում եմ, այսպես եմ անում։ Հստակ, ինչ եմ ես ուզում։ Օրինակ, ես ուզում եմ մի շաբաթում այս գիրքը կարդալ։ Չէ, ես ուզում եմ այս գիրքը կարդալ։ Այս գիրքը կկարողանաս մի շաբաթում կարդալ, այս գիրքը։ Հա։ Ես դերեն հայերեն։ Ես այդտեղից մի քանի բան կարդացել եմ, որ ինքը քրեցնել եք։ Ահա, լավ, եկեք օրինակով, հա, ես ուզում եմ այս գիրքը կարդալ։ Ես ոչ թե երազում եմ, երանի այդ գիրքը կարդացած լինեի, չէ, ես հստակ ասում եմ, ես ուզում եմ այս գիրքը կարդալ։ Հետո, չափելի։ Այս գիրքը, այսինքն հստակ հասկանում եմ, թե ինչ ծավալի եմ ուզում կարդալ, ամբողջությամբ եմ ուզում կարդալ, թե ամեն դեպքում մինչև կեսն եմ ուզում կարդալ։ Պլանավորը։ Այսինքն ուզում եմ ամբողջը կարդամ, թե կեսը կարդամ այս գրքի։ Հետո պիտի լինի իրատեսական։ Արդյոք ես այդքան ժամանակ ունեմ այս գիրքը կարդալու համար։ Կարող է ես ուզում եմ կարդամ, նպատակ եմ իմ առաջ դրել մի շաբաթում այս գիրքը կարդալ, բայց ես մի շաբաթում ախր տանը 5 րոպե ժամանակ չունեմ դրա համար տրամադրել, չէ՞։ Իրատեսական։ Արդյոք ես կարողանում եմ կարդալ, այստեղ հայերեն չի, չէ՞, մենք դպրոցում հայերեն ենք անցնում, չգիտեմ, եզդիերեն դասերը կիրիլատառ եք անցնում, սա լատինատառով է գրված։ Իրատեսական է, որ դուք կկարողանաք սա կարդալ, թե ամեն դեպքում դեռ ձեզ ժամանակ պետք կլինի այս տառերը ուսումնասիրելու համար։ Այսինքն պետք է հստակ հասկանանք, այն ինչ ուզում ենք, իրատեսական է, թե չէ։ Հետո պետք է լինի որոշակի ժամանակահատվածի համար։ Տեսեք, ես ասեցի մի շաբաթ, որովհետև ես հստակ ինքս ինձ արդեն մեր ուղեկը ոնց որ համակարգիչ լինի, մենք իրան ասում ենք ինչ պիտի անի, ինքը արդեն դրա շուրջ աշխատում, ասեցի մի շաբաթում եմ անելու այս գործողությունը, վերջ, մեկ շաբաթում անելու եմ։ Եվ համապատասխան, ոնց որ ասեցի, արդեն համապատասխան լինի մեր կարիքների եւ մեր ունակություններին։ Օրինակ, դե եթե օրինակ այստեղ լիներ գերմաներենով գիրք, ու ես ուզենայի դա կարդալ, ես էլ լեզուն չգիտեմ, ուզեի, չուզեի, մեկը չէի կարդալու, էլի, եթե անգամ շատ այսպես հստակ գծած նպատակի առաջ դնել, ուրիշ բան, որ լեզուն սկսեի սովորել։ Հիմա մի հատ կենցաղային նպատակ, հա, քննարկենք, կփոխեք, որ խնդրեմ։ Փոխեք։ Հիմա երազանքը վերածում ենք նպատակի ըստ նախորդ այդ կետերի։ Այն ինչ էստեղ գրել եմ երեխեք, այս չեմ հորինել։ Մի հատ շատ հաջողակ մարդու մանկական երազանք նպատակ, երազանքն է եղել։ Այդ մարդը փոքր ժամանակ շատ վատ իրավիճակում է եղել, ու ինքը իր առաջ այսպիսի երազանք է ունեցել, մեծացել է դա նպատակի է վերածել ու կարողացել է հաջողության հասնել։ Հիմա կարդում եմ։ Ես ապրում եմ գյուղում։ Գյուղում կյանքը հեշտ չի։ Հեշտ է գյուղում կյանքը, դժվար է, չէ։
Ոչ ժամանցի նորմալ հնարավորություն կա, ոչ էլ տեղ, որ գնաս աշխատես ու գյուղից դուրս ժամանց կազմակերպես։ Այսինքն համ գյուղում չենք կարող հանգստանանք, Տիկին Արմինեն ասեց սրճարան գնանք, բասեին, չգիտեմ, չէ, 1000 մի բան ասեցիք։ Հա, ուր ես գնալու։ Հա, բայց գյուղից դուրս ես չէ գնալու։ Գյուղում չկա, չէ, հնարավորություն։ Չէ։ Ահա, դե հիմա այս մեր հերոսի գյուղում են ոչ մի հնարավորություն չի եղել, անգամ ավտոբուս չի եղել, որ ուրիշ տեղ գնա ու աշխատանք էլ չի եղել, որ ինքը կարողանա աշխատի, գոնե այդպես գումար ունենա գյուղից դուրս գնա, չէ, հիմա որ գումար չլիներ, գարնի էլ չէր կարողանա կամ որևէ այդտեղ ենք չէր գնա, տոքի գյուղեր չէին գնա։ Ու ասում է միակ բանը, որ գյուղում կա, հողն է ու անասնապահությունը, համաձայն եք, զբաղմունքը կամ հողով կամ անասնապահության մեջ է զբաղվում, ուր զբաղմունք կա գյուղում։ Մեկ էլ դպրոցն է, չէ։ Ահա, հրաշալի։ Գյուղում բան չկա անելու, երազում եմ միջոց գտնեմ, մի քիչ ավել գումար վաստակեմ, ավելի լավ ապրեմ,